ազգային ժողովում քառորյայի վերջին նիստի եւ դրան հաջորդած արտահերթ նիստի շրջանակներում գործող վարչախմբի օդիոս կերպարները հերթական անգամ թիրախավորեցին դիմադիրներին, նրանց մեղադրելով Հայաստանի վերջին դժբախտությունների մեջ, մասնավորապես ամենալկտի կերպարներից Ռուբեն Ռուբինյանը ըստ էության նախկին 3 նախագահներին մեղադրեց Հայաստանի Հանրապետության դեմ գործելու մեջ եւ այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ ՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովասափյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սիրով շնորհակալ եմ հրավերի համար։ ԿՓԱԿ-ների այս հարձակումները քարոզչական դաշտում ընդդեմ դիմության, ընդդեմ 3 նախագահների ինչի մասն է խոսում։ Տեսեք, ըստ էության այսօր մենք ականատես եղանք իշխող այս խմբակի հերթական շոու ներկայացումներից մեկին, որով նրանք փորձում էին շեֆին հաջողանալու համար ամեն կերպ, ամեն ձև այս թմբկահարել, դիֆերամներ ձուլել, բարձրագույն ճամպագորգոր հայտարարություններով պաշտպանել այսպես կոչված խաղաղության օրակարգը եւ երբ նա արդեն Դանիայում էր, Կոպենհագեն էր մեկնել, նրանք արդեն այստեղ դրոշներով, դրոշակներով միանգամից կպան թեմայի մեջ մտան ու միմյանց հերթ չտալով փորձում էին նախ արտահերթի այդ ձեռացած արտահերթի հետ կապված հայտարարության տեքստ էին մշակել, փաստացի դա ոչ թե ԱԺ հայտարարության տեքստ էր, այլ ԿՊ հայտարարության տեքստներ, քանի որ ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտեց։ Իհարկե, ընդդիմությունը բոյկոտեց, բնականաբար այդ ֆարսին չէր պատրաստվում մասնակցել, քանի որ դա բացառապես Փաշինյանի օրակարգը սպասարկող մի փաստաթուղթ էր, որով իր թիմը, այսպես ասած, գրուպա պադյեշկի կոչված այս թմբուկներով, բմբուլներով փորձում էին այդ օգնության հասնել տիրոջը, այսպես ասած, եւ հայտարարության տեքստ էին նախապատրաստել, բնականաբար նախորդ դերերը բաշխված են, ովքեր պետք է ելույթ ունենան ինչ ֆորմատով, ավելին ասեմ, երբ որ որոշ ԿՊ այդ ներկայացուցիչներ զարմանքով նայում էին, թե ինչպես ընդդիմությունը թողեց գնաց, այսինքն բնական էր, որ ընդդիմությունը չէր մասնակցելու, անիմաստ էր, այսինքն իրենց ցույց են տալու, որ դա անակնկալ է իրենց համար, այսինքն դա մի հատ այդ ֆոնին արդեն սկսվեց նախապես պլանավորած բուն գործընթացը բոլոր վեկտորներն ուղղել ընդդիմության վրա եւ այսպես ասած ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատու նշանակել ընդդիմություն ներկայացնող ուժերին իբր թե հիմնական ասելիքն էր, որ դուք տեսնում եք հարգելի ժողովուրդ, որ չեն մասնակցում խաղաղության մասին քննարկմանը, քանի որ նրանք ուրախանում են, երբ որ սահմանին զինվոր չի մահանում, 1 տարի 7 ամիս, ինչպես իրենք են ասում։ Սա բնականաբար ցինիզմի ու լկտիության հերթական դրսևորումներ, քանի որ չեմ պատկերացնում Հայաստանում լինի մի մարդ, կապ չունի նրա քաղաքական հայացքները, կապ չունի նրա տարիքը կամ ընդհանրապես նրա կրոնական պատկանելությունը, երբ որ նա ուրախանա ինչ-որ մեկի մահից, առավելևս այդ պրոցեսը տեղի ունի պետական սահմանին եւ խոսքը զինծառայողի ժամկետային զինծառայողի մասին է։ Սա բնականաբար, այսինքն գիտեք ոնց է այստեղ հարցը, բոլորը չափում են իրենց արշինով, այսինքն իրենք այդ կերպ ցույց են տալի, որ ժամանակին իրենք ուրախացել են, այսինքն եթե ժամանակին իրենք ընդդիմադիր էին, երբ որ նման բան էին լինում, այսինքն իրենք 25 եւ ավել տարիներ նման թեմաներով ոգևորվել են։ Այսինքն տենց է դուրս գալի իրենց, եթե ես տրամաբանությամբ շարժվենք առաջ։ Բայց խոսքը դրա մասին չէր, խոսքն այն մասին էր, որ ընդդիմությունը 2 խմբակցությունների հայտարարության հանդես եկան եւ պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը, որ նախապես իրենք ոչ մի բան չունեն, որպեսզի մասնակցեն, իրենց փաստարկներով ներկայացված են բավականին ծավալուն եւ հանգամանալից։ Ինչ վերաբերում է 3 նախագահներին թիրախավորելու Փաշինյանի այս քամիների դեմ պատերազմը, այսպես ասած, գիտեք, դա մի մարդ, ով սրա մասին մի քանի անգամ խոսել եմ, այլ ձեր մոտ էլ ասեմ, որ իր մեր պետության դեմ ցուցմունք տված ազնվորությունը, որ ինքը 3 արդեն հայտարարություն հարցու պատասխանի ժամանակ խոսում էր, դա բնականաբար խոսքը նույն Նիկոլն է եղել, քանի որ բացահայտորեն, ինչ ասում, եթե 2018 թվականին չէ, ոնց էր ասում, ասում էր
մինչև 2018 թվականը ինչ ոչ Տեր-Պետրոսյանը զորքերը տեղակայել ոչ ինքնիշխան տարածքում։ Սա այսինքն դուրս ցուցմունք է, բացահայտ ցուցմունք է, երբ որ ցույցը այսինքն խոսում է, որ տեսեք, բացի ցուցմունքը, սա նաև օկուպանտ ենք։ Բացի օկուպանտիններ, նշանակում է այդ զինվորների արեք ընտանիքների ընտանիք կարող ասենք Հայաստանի Հանրապետությանը դատի տալ միջազգային տրիբունալ, որ դու իմ երեխային ապօրինի կերպով վերցրել ես ու տարել ես ուրիշ երկրում ծառայություն, այսինքն սա նաև լուրջ, ավելի խորը իրենից խորը հիմքեր է ներկայացնում միջազգային իրավունքի տեսակետից, քանի որ դու համարում ես օկուպանտ, այլ պետության տարածքում ուղարկել ես դիվերսանտներ, ըստ էության, եթե շարժվենք սրանց տրամաբանությամբ, նշանակում է մեր այդքան տարվա մեր ունեցած ներդրումները, մեր ունեցած զինվորների այդքան թափած արյունը, նրանց այդ անկուն գիշերները, խոսքով բոլորը եղել են փուչիկ, fake, եւ դա ծառայել է եւ բանավորն է մարզավորն է, որ ասում է սա ծառայել է ոչ հայկական օրակարգին։ Այսինքն 7 ու ավել տարիներ պետությունը դեգրադացած, ամբողջովին կազմաքանդած, պետական ինստիտուտները, պետությունը ընդհանրապես, պետությունը որպես պետական ինստիտուտ համակարգ քանդած մեկը այսօր խոսում է ինչ որ անպագորգոր վերպետականստիր են ինքը իրեն դրել է ժամանակակից Մոնտեսքյոյի եւ ասենք Ռուսոյի տեղը, փորձում է ֆունդամենտալ կոնցեպտուալ մեծ տեսություններ մշակի, Ջեֆերսոնի հայացքով տեքստերը համանդրական ինչ որ ռեֆորմներ է փորձում նախապատրաստում, այլ ինչ սա ընդամենը իրեն իվերուս նախապես դեռևս 18 թվականից էլ առաջ, երբ որ իրենք արդեն նախապատրաստում են այս ազգային ողբերգությունը իր 20-ամյա եւ ավելի գործողության ժամանակ հրահանգված հստակ մեխանիզմ է, որը փուլ ինքը փորձում է, ինքը չէ թաքցնում ըստ էության, ես արդեն հասկացել եմ նրա խոսույթից բացահայտ, երբ որ նայում եմ նրա շատ հաճախ ես փորձում եմ նաեւ Փաշինյանի նախին ելույթները նայել, ասենք 18 թվականի, 19 թվականի, 20 թվականի, այսպես ռետրոսպեկտիվ հայացքով նայել նրա խոսալու այսպես գեներացիան ինչ թեզ է փորձում էփել, այսպես ասած, մի քիչ այլ լեզվով ասեմ, թեկուզ իր աժի ելույթները, իր տարբեր ասուլիսների ժամանակ հնչեցած նուրբ սոուսով տրված, այսպես բաց թողնված փոքր դետալները, հիմա արդեն ինքը դրա խնդիրը չունի, ինքը Պարզորոշ, բաց կերպով ասում եմ, որ այո, ես խնդիր չունեմ, ես եկել եմ նոր պետություն եմ ստեղծում, նոր կացութաձև եմ սահմանում հայի համար, չէ, ասել բաներ մշակեցին, չէ, այդ անի մի հատ աբսուրդ բան են, մեծ բավականին ծավալով բարակույտ են գրել Հայաստանի գեղագիտական տեղորոշման մասին ինչ-որ մի... Դա ըստեյության մշակութային ցենզուրա է։ Բնականաբար, վերջը շատ է չէ խոսում գլավլիտի մասին, այս վերջի մեկ ամսյա իր հռետորաբանությունը սովետականության գլավլիտն է, անընդհատ շուտ ինչ-որ տարբեր առիթներով դրա մասին բարձրաձայնում, բայց ինքը իր ձեռքով հաստատի գլավլիտից ավելի վատ ու խիստ ռեժիմներ է փորձում, արդեն սա նախախաղն է, Տերևս սա դրա մասին ավելի ծաղիկներն ինչպես ասում են, դրա կտեսնեք դա արդեն ընտրություններից հետո, եւ մեկ էլ մի բան էլ ասեմ, երեք էլ եթե նկատեցիք, արդեն խոսեց կուսակցությունների մասին, երբ որ խոսում էր կուսակցական ցենզից, կուսակցությունների, այսպես ասած, գումարների ֆինանսավորումից, նվիրատվություններից, ասենք երեք թեման դաշնակցությամբ առումով հատուկ հարցադրումը կատարվեց իրենց թիմից հարց տվեցին իրեն, այսինքն դա նախապես մշակված է, որ դու հարցը կտաս, բան ունեմ ասելու դրա մասին, սա բնականաբար բոլորս հասկանում ենք, թե ինչու է բարձրացած այդ թեման, քանի որ դա ըստ էության օրակարգի հետ այդ օրվա ոչ մի առնչություն չունեցող թեմա էր ու հատուկ շեշտվեց, որ հաջորդ փուլով անդրադառնում են կուսակցությունների, հասկանանք, թե ընդհանրապես կուսակցությունները ինչ սկզբունքով են առաջնորդվում, ես մտածում եմ արդեն առաջիկայում մենք ականատես կլինենք, որ ինչ որ նորմեր կսահմանեն, որ այս թեմաներից դուրս այլևս, այսինքն անաստաֆերմյան տրամաբանության մեջ բոլոր կուսակցությունները շակերտավոր կարող են գործել, բայց գործեն բացի սենց այս բաներ ասելուց կամ ինչ որ առաջ քաշելուց։ Տեղնացան իմպիչմենթի վերաբերյալ լսումներ, Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ միանում է,
այս 4 ամսյա երկար Դե լավ է ուշ կան երբեք քննարկումներից, հա։ Հիմա ինչ է սպասվում։ Տեսեք, ինքը ես այժմ ելույթում էլ ասեցի, որ ինքը պրոցեդուրալ գործընթաց է, սա գիտեք, հեշտ է ընդհանրապես նախ ուրախանալ, չարախնդալ ինչ-որ պրոցես է, որ չի կայանում, դրա վրա ինչ-որ չարախնդալ, ինչ-որ ասել, վայ տեսակ, մենք գիտենք, մենք ասում ենք, դեռ չէ, մի հատված կա, որ ինքը նստում հատուկ պոպկորնով, պուլտերով, նստում են ինչ-որ սպասում են, այ տեսեք, ստեղ էլ լապ գնաց, ինչ լավա չեղավ, բայց ինչ-որ դրանց մասին չի խոսքը, ինքը որպես իրենք ճիշտ դուրս։ Հա, որպեսզի ասեն, մենք դրա մասին խոսել ենք դեռևս SSS օրը, բայց բնականաբար մենք լուրջ գործի մասին ենք խոսում, այսօր impeachment-ը միակ իրավակիրառ գործիքն է, որի հետ ամենառաջնային, սա երկու բաղադրիչ կա, իրավական ու քաղաքական։ Իրավական առումով ինքը ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ, փորձեմ ավելի քաղաքական ասել հատվածի, իրավականը միակ գործիքակազմն է, որով խմբակցությունները, աժոպատգամավորները, խմբակցությունների կապ չունի, աժոպատգամավորները անվստահություն անցնում, հայտնում կառավարությանը իդեմս կառավարության ղեկավարի։ Տվյալ դեպքում էական չի օրազդավորության մասին է խոսքը։ Ըստ ընթացակարգի ստամբության մեջ գրված է, որ այսինքն կառավարության ծրագրերի ձախողման, խոստումների, այսինքն պետության նկատմամբ այսինչ ոտնձգությունները արած, իր խոստումները չկատարած եւ այլ, այսինքն հիմնականը կառավարության ծրագրի մասին է, որ կառավարության ծրագիրը ձախողվել է։ Ըստ այդմ հաջորդում է կառավարությանը անվստահության հայտնելու գործընթաց։ Սրա մասին սպիտակի վրա գրված է համանդրությունում։ Նու հիմնականում բոլոր ժողովրդավարական երկրների համանդրությունում դրա մասին խոսում է։ Իդեպ դրա պրակտիկան բավական աշխարհում կիրառված են, Բրազիլիայի փորձը կա, Հարավային Կորեայում կա դեպք, հայտնի Watergate-ում Նիքսոնին են դեռ չնայած բանը չհասավ impeachment-ին, ինքը արդեն մինչև impeachment-ը հրաժարական էր տվել, այդքան աբոր ու նամուս ուներ, ինքնական մարդ թողեց գնաց, ասավ ես գնում եմ։ Քաղաքական առումով սա միակ օրակարգն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը կապ չունի։ Այսինքն միակ օրակարգն է impeachment-ը, որ ազդեցություն չունի, այսինքն չի կարող ոչ մի կերպ ինչ-որ տարբեր ավանտյուրաներով, բառախաղերով, հոխորդ տալով, գորգորալով, չգիտեմ ինչեր անելով, իրենք պատրելով, ճղելով մարդկանց քաղաքբանտարկյալ սարքելով եւ այլն, չի ոչ մի նու դեռ չունի, չնայած կարող է այսպեսի խոսքից հետո դրա մասին մի բան մտածեն, նու առ այս պահը այսինքն ֆիքսենք, որ մինչև այս պահը չկա այդ բանը, այսինքն Նիկոլը ու իրենք իդեպ ամեն կերպ փորձում էին արհամար էր այս գործընթացը, չխոսել դրա մասին, հեգնանքով խոսել դրա մասին, լուրջ չվերաբերվել սրան, ինչ-որ դե ինչ-որ այնտեղ բաներ են անում, ինչ-որ լսումներ էին կազմակերպել, բայց բանից պարզվեց բոլորը շատ ուշադիր, հանգամանալից, լսումները բոլորը քաղաքական ելույթները բոլոր հատիկ առ հատիկ լսել էին, որովհետև այսօր այս 2-3 օրվա նրանց խոսույթից ես արդեն պարզ ակնհայտ դարձավ, նկատեցի, որ մարդիկ լավ տեղին իմացել են ինչի մասին են խոսել, մարդիկ ինչ թեզեր են առաջ քաշել, բավականին այդ ներկա պնակը շատ լայն էր, իդեպ պետք է նշենք, որ արտախորհրդարանական ուժերն են ներկայացված, մարդիկ ելույթներ ունեցան, հետառաջարկներ հանդես եկան, բավականին կառուցողական էր, ես համարում եմ ստացված լուրջ իրավական քայլ, այսինքն գործընթացի մեջ ինքը ֆիքսում է, որ տվյալ գործընթացի հետ կապված կա քաղաքական process, այսինքն քաղաքական կուսակցությունները կոնկրետ հստակ դիրքորոշում է ցույց արտահայտում գործընթացի վերաբերյալ։ Հասել են մարդիկ հարցնում են, որն է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը Հայաստան խմբակցությունը իր ստորագրությունները այսօր Իշխան Սաղաթելյանը խոսեց դրա մասին, որ մինչև շաբաթվա վերջ երկու շաբաթվա սկիզբ այդտեղ զուտ տեխնիկական առումով մարդիկ երկրում չեն կգան, կստորագրեն, այսինքն զուտ տեխնիկական է, այդ համարում են, որ այդ առումով հարցը չկա այլևս ինչ-որ խորանալու այդ առումով։ Մնացած եւ հայտարարեց, որ մնացած քայլերի հարցում դիմեն պատիվունամին կամ ՀԱԿ-ին։ Նու, տեսեք, ես այդ առումով այդքան էլ արդար չի մենակ թողնել պատիվունամին կամ հանրապետականին կամ գործընթացի մեջ եղող մարդկանց, որովհետեւ ըստ էության համաձայն եմ քաղաքական պատասխանատվությունը այս բան հանրապետականի վրա է, որովհետեւ ինքն է հայտ ներկայացրել, որ ես ձեռնամուխ եմ լինում այս գործընթացին։ Բայց նաեւ նենց չի էլի, որ դուք նստեք կողքի, մենք ասենք գնացեք դուք այս բոլորս էլ հավասար այս գործընթացի փայատեր ենք, ասենց ասեմ։ Դուք ինչքանով հանրապետականն է փայատեր որպես ընդդիմադիր ուժ, նույնքան Հայաստան դաշինքն է
փայատեր, Կարծես թե իրենք այդպես չեն համարում։ Չէ, գիտեք, ես համարել եմ, ինձ թվում է, դա էլ է ժամանակի հարց, ֆորմի մեջ կընկնեն, ես մտածում եմ, որ իրենք էլ կընդունեն, որ փայատեր են ու լիահույս եմ, չգիտեմ, ես հույս ունեմ, լավատես եմ այդ առումով, ճիշտ ասած, գուցե ես շատ լավատես եմ չափից դուրս, բայց լիահույս եմ, որ իրենք էլ կհասկանան, որ սա ընդհանուր գործն է ու սա հիմա թեման անկախ պատգամավորներինն է, Սուրաղ Ղազարյանը տեքստ էր գրել, որ ես էլ առաջարկ ունեմ, ինչ-որ իր ոճի համաձայն, ինչ-որ ալեգորիկ համատականներ հասկացել, որ եկեք քննարկենք, ես կգամ ձեր հետ կհամաձայնվեմ, ինչ-որ բաներ, բայց կարծում եմ, որ հնարավոր է բանակցությունների, այսինքն ընթացքում 36 ձայնը, որպես գործընթացի օֆիցիալը սկսվելու համար 36 ձայն է դեպք, չէ՞։ Իսկ պրոցեդուրալ ինչու է այդպես, որովհետև ինքը կարող է տևել օրինակ 2 ամիս։ Այն չի որ դու, ասենք 36 ստորագրություն ունեցա, 36 ստորագրությունով տանելու ես մուտք անես ազգային ժողով, որպես 72 ժամ ընթացքում նիստ կանա եւ այլ մտածած քայլերը։ Այսինքն դու պետք է պայմանական ունենաս քո համար պահեստում 50 հարկավոր 54 ձայնը մանդատ կվեն եւ որ դու կարողանաս արդեն մտնես ամբողջական գործընթաց։ Իսկ ինչ տեսեք, այս հետ կապված մի հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Նայեք, այն փաստը որ Նիկոլ Փաշինյանը ու իր քաղաքական թիմը դավաճանել են հայկականությունը, հայեցիությունը, Հայաստանի նկատմամբ կատարել են բացահայտ հանցագործություններ, որոնց մասին ես իրավաբան չեմ, իրավունք չունեմ դրա մասին բարձրացնելու, ժամանակը կգա դրա մասին համապատասխան գործընթացները թող խոսեն, ես իրավական։ Նու արդեն ես քաղաքականով եմ ասում ընդամենը, բայց այստեղ մի բան կա։ Եթե տվյալ դեպքում դավաճանել են խմբով, ընդհանուր խմբով, այդ արժեհամակարգային գոյաբանական այդ կլեյմոները դրանք դարերով գնալու են։ Այսինքն պատմականորեն դա մնալու է, դրա մասին ես կամ դուք դրա մասին չենք ինչ-որ նստելու միտեղ ֆիքսենք, որ ասվելու է, սերնդեսերունդ փոխանցվելու է։ Բայց, տեսեք, կա մի բայց, երբ որ այդ դավաճանողին դու գործի կեսից հասկանալով, որ դու այդքան էլ ուրիշ տեղ է տանելու մեզ, սա մեզ լավ տեղ չի տանելու, ընդհանուր բանով, կեսից դավաճանես, այսպես ասած, այսինքն դավաճանողին դավաճանելը դավաճան չի, ընդհակառակը, միգուցե նա, այսպես ասած, ստանա, այդ ինդուլգենցիա ստանա, որ հասկացել է, որ ինքը այդքան էլ դավաճան չի, այդպես ասած, դավաճանա, բայց այդքան դավաճան չի, քանի որ ինքը հասկացել է, որ դավաճանի հետ է գնում, մի քիչ բարդ եմ ասում, բայց ինձ թվում է հասկանալի եմ բացատրում, չէ՞ որ դավաճանին գործի կեսից դավաճանելը, հասկանալով, որ ինքը ուր է գնալու վերջի այս ամբողջը, իրեն ստանելու առաջի հերթին ուր է տանելու, ճանաչելով նրա տեսակը, բնականաբար հասկանալ է, որ առաջինը նրանց է բան տանելու, առաջի շարք զոհաբերելու։ Դուք ավելի բանով եք թիրախային եք բառերը ընտրում, ես փորձեմ ավելի մեղմ ձևակերպումները տալ։ Այսինքն դավաճանին դավաճանելը գործի կեսից, դա ինչ որ միտեղ ինդուլգենցիայի հետագայում այդ պիտակը վրայից հետ հանելու ինչ որ փորձ է, որ ես հասկացել եմ, չէ՞ տղերք, ես հասկացա, որ սա վերջը ավելի լավ էր, որ ես միանամ այս գործընթացին ու չի բացառվում, որ թեկուզ նման խոսակցությունը, երբ որ դու մարդու հետ որ փորձես հասկանալ, որ այս մարդը միգուցե ինչ-որ եզր է փնտրում իմ հետ կոնտակտի մտնելու, ինչ-որ սիգնալներ է բաց թողում, որ եկեք իմ հետ խոսեք, ես չեմ կարծում, որ այնտեղ բոլորը այդքան շատ, այտենց իրենք որ ունեն կախվածություն իրենց շեֆից, դրա մասին խոսք չկա, բայց գալու է, չէ՞, մի X փուլ, սա ֆիզիկայի օրենքներն է, սա ես չեմ հնարել, սա հնության օրենքը, սա ֆիզիկա է, երբ որ ցիկլը ֆռում է, ինքը ցիկլը կտրվելու տեղ ունի, ինքը երբ որ գիշերին հաջորդելու է ցերեկը, ցրտին հաջորդում է տակը, այսինքն սրանք պրոցեսներ են, որը մի կետում ինքը կտրվելու է, կապ չունի, սա ես չեմ կարող դրա ինչ-որ ժամանակ նշեմ, բայց նրանք էլ են չէ հասկանում, որ փուլ է գալու, երբ որ մենք խմբով չկան, գոյություն չունենք այլևս։ Իսկ այդ կեսից ինքը հետ դառնալը դա իմ կարծիքով դավաճանություն համարել, եկեք համարենք, որ իրենք արդեն էլ կարող են այդ պահից չհամարվել դավաճան։ Հիմա բարդ բանաձևում ասեցի։ Փողոցը ինչպես պետք է ակտիվացվի։
Փողոցի քաղաքական գործընթացային զուգընթաց։ Բնականաբար սա գործընթացի այդ impeachment-ի գործընթացին ինքը պետք է լինի համազգային, այսպես ասած, աջակցություն, ինքը process է, որը զուգորդվելու է փողոցով, այսինքն մարդիկ հասկանալու են, որ օրինակ կա 51 ընտրեք պայմանական ձայն կողմ մարդիկ 3 հոգի են պակասել, եկեք գնանք այդ 3 հոգուն էլ խնդրենք, գորգորանք, այնտեղ պատուհանների տակ մի քիչ ծնծղաներ խփենք, շեփորներ, ասենք դուրս արի, դու էլ միացի։ Մարդկանց հետ, երբ որ մարդիկ խոսում են, այսինքն իրանք հոգտեն են այս ամորֆ վիճակից։ Գնացինք, եկանք, նորից տեսանք, էլի գնացինք տուն, ֆռացինք, քայլեցինք, ճանապարհ փակեցինք, դրանք արդեն էֆեկտներ են կորցրել իրենց։ Մարդկանց պետք է կոնկրետ գետնի վրա գոյություն ունեցող իրականություն, երբ որ մարդիկ հասկանան, որ այս քայլերն արել ենք, ժողովուրդ ջան, մենք այս բաներն էլ անելու, ու ոնց որ թե հասնում ենք մեր ուզած ինչ-որ բանին, որ այս process-ը իրավական գործընթացով լուծում է ստանում։ Ֆրանսիայում օրերս տեսանք, որ դասական ժողովրդավարության process-ի ականատես եղանք։ Իսկ այս վրա կապված մի դիտարկում անեմ, այդ որ ասում են մենք 2018 թվականին մեր ամբողջ աշխարհն էր խոսում մեր, այդպես ասած, ճակերտավոր Թավշյայի հեղափոխություն են ասում, ինչ են ասում։ Ժողովուրդ օրերս դեպալը միջեր կատարվեցին, հիշում եք, չէ՞, մի 10 օր առաջ։ Ո՞վ է խոսում դրանից։ Ո՞վ է խոսում դրանից, ոչ մեկ, չէ։ Ոչ մեկ, դա չի հետաքրքիր ոչ, դա օրվա լուրեր են։ Պայմանական Հայաստանում կարդացին, որ Նեպալում էս բան ա եղել, Գերմանիայում կարդացին, Կանադայում կարդացին, անցան օրը թերթեցին։ Ուզում ասեմ, այդ որ ծախում եք դուք ձեր հասարակության վրա, որ մենք պատմական համազգային հասել են, գիտեք ինչ են կարել, մենք Էվերեստ ենք նոր հայտնաբերել, նվաճել, բարձրացել։ Դուք սովորական ձեր շահերի համար պետական կարգ եք տապալել, չգիտեմ ինչ եք արել, ասենք իշխանազավթում եք կատարել, մարդկանց խաբել եք, մարդկանց այդ դասական գունավոր հեղափոխություն, սրա մասին օրերս գելով ինքը տեղի ունեցած է դասական գունավոր հեղափոխությունը, որն եղավ եւ Վրաստանում, եւ Եգիպտոսում, եւ Ուկրաինայում Մայդանի ժամանակ նույն գործիքակազմը կիրառվել այսօր էլ փուլերով կատարում են այսօր։ Սկսած կրթությունի, դասագրքերի, այս բռնաբարումից, երբ որ արդեն ամեն ինչը, տեսեք ինչ են անում, ասում են QR կոդով կարաք դասը նայեք Մաշտոցի նկարը, բայց ասում են դպրոցում պետք է հեռախոսներ չտանեք։ Գժանոց։ Ուրիշ մեկտավարելու բան չկա։ Իսկ մի հետաքրքիր դիտարկում օրեր լսեցի Լևոն Զուրաբյանի հաղորդումն է, հարցազրույցն է նայում, մի հետաքրքիր բան ձևակերպեց, իդեպ Լևոն Զուրաբյանը այն մարդն է, որ Նիկոլին ճանաչում է Հայաստանում, ինձ թվում է քաղաքական առումով ամենալավը, եթե ոչ լավագույնը, ամենալավերից գոնե երրակում ինքը կա։ Ինչ էր ասում, մարդը ասում էր, պատմում էր 2017 թվականին տեղի ունեցած մի դեպք, երբ որ Ռուսահոգի Արտաշես Գեղամյանը միջադեպ էր եղել, որ Նիկոլին խփել էին, խփել էր Գեղամյանը։ Զուրաբյանը պատմում է, որ Գերմանիայում իրենց այդ ինչ-որ մի հանգիստ process-եր ազատ ժամանակ են ունեցել, հարցրել է, բա ոնց եղավ, ասում գնացինք դուրս եկանք, Նիկոլն է պատմում, որ գնացինք խփեց, բան, ասում դու էլ ասում դու էլ խփեցիր, չէ՞ իրան։ Ասում ասով չէ։ Ասում ոնց, Զուրաբյանն ասում ոնց չխփեցիր։ Բա որ քեզ խփում էր դու չէիր պաշտպանվում, ասում չէ, դե ես իրա փորձում եմ ձեռքերը ֆռեմ, դե ես հո ինձանից ինչ կրվող, ես հո կրվող չեմ։ Այսինքն մարդը երբ որ չունի այն պրիմիտիվ տարական տղամարդկային առաջին այդ, չէ՞ որ մեկին խփում են, ինքը փորձում է ինչքան էլ իրանից ուժեղ լինի, գոնե մի ձև ինչ որ պատասխանա տա, գոնե փոքր, բայց պատասխան տա։ Հիմա մենք այս մարդուց, երբ որ ինքը իր անձը չի կարացել պաշտպանի մի մարդ էր, չէ, Գեղամյանն էլ մի մարդ ինքն եղել, մի մարդ Գեղամյանն է, խմբով չեն արձակվել, ինչ-որ բան չեն, ինչ-որ մի հատ հարված է խփել, որին կարար ինքն էլ պատասխաներ։ Մարդը չի պատասխանել, տեսակով այդ մարդը էդ է։ Ինքը չի ուզում ինչ-որ խնդիրների գնա, ինքը կարա ճղճղա, այն հարցը բանը, որ Կովկասի գերով ասում հարցածուն կգոռա, կճճա, կբողոքի թե կգնամ կպարտկոմ կբողոքեմ այսքով, հիմի սրանցն է։ Իրենք կարող են գնալ ամբիոնների ճորթալ վերան խոսքեր ասել, մարդկանց հասցեին վիրավորել, ակաշների հետ կկտրեմ, չգիտեմ, բորդուրը կլիզես, չգիտեմ ինչի կանես, սրանց գործնականում իրանք ոչ մի բան չեն, սրանք մի ճտիկ է, իրանք այդ որ ճտիկը անջատվեց, նրանք ոչ մեկ ոչ մի ձայն չեն հանելու։ Այս ամբողջ հարցը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմիորներ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը, ծեսատեր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Անտիֆեք YouTube-յան ալիքին, կհանդիպենք։